Դաշտի մեջ տեսանք շներն հավաքված էին։ Մեզ թվաց անկեղծ, որ կամ ասի վիրավոր կենդանի կլինի, կամ հիմնականում այդ հատվածում փորսող է լինում։ Մտածի կարողա փորսողա շրջապատեր են։ Մեքենան քշինք մոտեցրինք ու տեսանք քոթոտ արջի։ Մեքենայով քշեցինք շների վրան, փախան ինքնահավոր խեղճացած էր։ Կուրտ կար մեքենայի մեջ, գցինք վրան, բռնենք, բերեցինք տուն։ Շների շրջափակման մեջ հայտնված քոթոթին Վահագնը որդու հետ տեսել է Վարդենյաց Լեռնանցքի այս հատվածում, Մարտունի գետապ-ավտոճանապարհից։ Կենդանին տեղափոխվելիս չի դիմադրել։ Վահագնը կարծում է կամ արդեն ուժասպառ է եղել, կամ գուցե հասկացել է, որ փրկում են իրեն։ Իրենք էլ նրանից վախ չեն ունեցել։ Առաջին անգամը չէր, որ արջ էին հանդիպել։ Որտեղ կնամ, այդ որսորդությունը չի խոչընդոտում, որ բնություն են կարելի սիրել, պահպանել։ Նաև պետք է պահպանենք, այո։ Մարդն պետք է լինի որսորդ, ոչ թե որսակող։ Մարտունիում ապրող այս ընտանիքի նախկին շան դատարկ վանդակը կարծես հենց արջիները սպասում։ Քոթոթը մի քանի ժամ այստեղ անցկացրել է նապաստակների ու փոքրիկ շան հարևանությամբ, մինչև որ պատկան մարմինները եկել են նրա հետևից ու տարել։ Արջի քոթոտն ասում են մինչև 2 տարի, եթե մոր հետ չէ, 2 տարի պետք է մնա մոր հետ։ Եթե մայրը չկա, շները, գայլերը ուտում են, չի ապրում։ Այդպես խեղճ կենդանի է։ Մենք էլ սրդացավոր են վերցրել ենք, այստեղ ավճար գայեն պահեմ մոտ 10-12 տարի, հետո այդ մի փոքր կենդանին այսպես այս ճաղավանդակները բացում էր իրարից։ Այնտեղից որ բերինք շատ թույլ էր, բայց մի քանի ժամ անցավ արդեն ակտիվ էր, հարմար էր։ Կերակրեցիք ինչ-որ բան։ Գազար, մեր գուատ տվեցի, չնայած ասեցին, որ ոչ մի բան չկերակրեք, բայց մեր գուատ այդպես գազարի գցե։ Էս էլ իր ապագա բունն է, այդտեղ պետք է մնա։ Նույն օրը զանգահարել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Շուտով ժամանած տեսուչներն արտաքին զննությամբ կենդանու մոտ վնասվածքներ չեն հայտնաբերել։ Անդրկովկասյան այս գորշ արջի քոթոթը, որը մոտ 5 ամսական է, գրանցված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում։ Նրա խնամքը պատշաճ ապահովելու եւ հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով կենդանին հանձնվել է վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին եւ տեղափոխվել ձագերի համար նախատեսված ապաստարան։ Հիմնադրամի ղեկավարն ասում է, քոթոթը բավական առողջ ու աշխույժ է, քանի որ համեմատաբար երկար է գտնվել մոր հետ ու վայրի բնության մեջ։ Ի տարբերություն ամիսներ առաջ ջերմուկում հայտնաբերված մյուս 2 քոթոթների, որոնցից մեկն անկել է։ Հիմա ապաստարանում նույն տարիքային խմբի արդեն 2 քոթոթ կա։ Այս տարիքային խմբում 2-ն են, որոնք իրար հետ կարող են շատ լավ մեծանալ եւ ընկերանալ եւ իրար հետ էլ բաց թողնվել։ Նախանցյալ տարվանից էլ ապաստարանում 3 արջ կա, որոնք այս տարի են բաց թողնվելու։ Ռուբեն Խաչատրյանը շեշտում է, ամեն տարի արջի քոթոթներ են ունենում ու դա վկայում է, որ վայրի բնության մեջ խնդիր կա։ Որովհետեւ մայրերը հանկարծակի անհետանում են կամ սպանվում են որսագողերի կողմից, որպես տրոֆեի վերցվում են, որովհետեւ չեն էլ գտնում մարմինները, բայց շատ քիչ հավանական է, որ մայրերը ուղղակի թողնեն այս տարիքում ձագերին, հա, շատ քիչ հավանական է։ Այնպես որ խնդիր ունենք նաև վերահսկողությունը ուժեղացնելու, բայց նաև գտնել մեխանիզմներ, թե ինչպես է պետք նաև հոգացություն ունենալ այս ձագերի։ Հիմնադրամի ղեկավարն ասում է, տարիներ շարունակ փորձում են պետությունից նույնպես աջակցություն ստանալ արջերի հետ կապված խնդիրներով զբաղվելու համար, բայց առայժմ արդյունքի չեն հասել։ Իրանք պետության հովանու ներքո են, բայց պետությունը այսօր չունի ոչ մի տեսակ գործիքակազմ օգնելու մեր պես կառույցին, որ միակն է մասնագիտացված այս ոլորտում, ունի միջազգային գործընկերներ, միջազգային փորձ, ճանաչում, համապատասխան մասնագիտական կարողություն, որ այս ձագերին կարողանա հասցնել այնտեղը, որ բաց թողվի եւ կարողանա ճիշտ ձևով այդ արջերը ադապտանան վայրի բնության մեջ։ Հիմնադրամի համապատասխան կենտրոնում ընդհանուր փաստորեն 5 արջ կա։ Խաչատրյանն ասում է, տարածքը փոքր է եւ ստանդարտներին չի համապատասխանում, բայց այլ հնարավորություններ չունեն։ Մենք բավականաչափ մեծ ներդրումներ ենք իրականացրել նոր կենտրոն ստեղծելու համար, բայց ձագերի այս տարածք նոր ստեղծելու համար մտածում ենք, որ նաև պետական աջակցություն կունենանք եւ կօգնի մեզ հետագայում ավելի ճիշտ ձևով կազմակերպել այս ձագերի ուրեմն խնամքը եւ հետ վերադարձնելը վայրի բնություն։
Մարտունու տարածքում գտնված արջը ջերմուկում գտնվածի հետ միասին վայրի բնություն է բաց թողնվելու հաջորդ տարվա աշնանը։ Վահագն Վահանյանը խնդրել է այդ ժամանակ իրեն էլ հրավիրել։ Խոստացել են։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։